որ հաշվում էր փռշտոցները, Ջանի Ռոդարի։ Ռուկով ժամանակով Գավիրետեում ապրում էր մի կին, որն իր օրերն անցկացնում էր մարդկանց փռշտոցները հաշվելով։ Հետո իր հաշվարկների մասին պատմում էր ընկերուհիներին, և բոլորը միասին սկսում էին բամբասել։ Դեղավաճառը փռշտաց 7 անգամ, ասում էր կինը։ Անհնար է, քիթս կտրեմ, թե խաբում եմ։ Նա 7 անգամ փռշտաց կեսօրից ուղիղ 5 րոպե առաջ։ Բամբասում էին, բամբասում և գալիս եզրակացության, որ դեղավաճառը երջակի յուղին ջուր է խառնում։ Քահանան փռշտացել է 14 անգամ, ասում էր կինը ոգևորությունից կարմրած։ Չես սխալվում, քիթս կտրեմ, թե խաբում եմ։ Ախր սրա վերջն ինչ է լինելու։ Բամբասում էին, բամբասում և եզրակացնում, որ քահանան իր աղցանի մեջ շատ է ձեթ լցնում։ Մի օր այս կինն ու իր ընկերուհիները, նրանք ավելի շատ էին, քան շաբաթվա օրերը, որոշեցին թաքնվել պարոն Դելոյի պատուհանի տակ, նրան լրտեսելու, բայց պարոն Դելիտոն ոչ մի անգամ չփռշտաց, որովհետև ծխախոտ չէր օգտագործել և մրսած էլ չէր։ Ոչ մի փռշտոց, ասաց կինը, այստեղ ինչ-որ բան այն չէ։ Իհարկե, հաստատեցին ընկերուհիները։ Պարոն Դելիտոն լսեց նրանց խոսակցությունը, մի բուռ պղպեղ լցրեց մոծակների համար նախատեսված հեղուկաջրի մեջ ու աննկատ շաղ տվեց պատուհանի տակ թաքնված բամբասկոտ կանանց վրա։ Հապչի, փռշտաց կինը։ Հապչի, հապչի, փռշտացին ընկերուհիները։ Ես ավելի շատ փռշտացի, քան դուք, ասաց կինը։ Ոչ, մենք ավելի շատ, բացականչեցին ընկերուհիները։ Նրանք սկսեցին իրար մաս պոկել, էլ շորերը պատառոտել, յուրաքանչյուրն էլ մեկական ատամ կորցրեց։ Այս դեպքից հետո կինն այլևս չի շփվում ընկերուհիների հետ։ Նա մի նոթատետր ու մատիտ է գնում և սկսում միայնակ զբոսնել։ Ամեն անգամ փռշտոց լսելիս տետրի մեջ մի խաչ է դնում։ Երբ մահանում է, մարդիկ գտնում են նրա խաչերով լի նոթատետրը և ասում. Նայեք, նա պետք է որ նշած լինի իր արած բարի գործերը, բայց ինչքան լավ բան է արել։ Եթե նա դրախտ չգնա, ուրեմն ոչ ոք այնտեղ գնալու իրավունք չունի։ Այսքանը, կհանդիպենք հաջորդ անգամ։ Մի մոռացեք բաժանորդագրվել։